Հունվարի 29-ին կառավարության հերթական նիստից հետո վարչապետը պատասխանել է լրագրողների հարցերին։ Անդրադառնալով նոր ատոմակայանի կամ փոքր մոդուլային ռեակտորների կառուցման վերաբերյալ շրջանառվող լուրերի ու անհանգստությունների մասին հարցին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ դեռ օգոստոսի 8-ին է Վաշինգտոնում ստորագրել 3 մտադրությունների հուշագիր, որոնցից մեկը վերաբերել է էներգետիկ ոլորտին։ Մենք մեր համագործակցությունները զարգացնում ենք տարբեր երկրների հետ, ովքեր տիրապետում են միջուկային տեխնոլոգիաների, ինչ վերաբերում է ձեր նշած փորձագետներին, պետք է խնդրում ենք այդ փորձագետների կոնտակտները մեզ տվեք, որպեսզի մենք նրանց որակավորումը ստուգենք, մենք ինստիտուցիոնալ փորձագետների հետ աշխատում ենք, բայց դա էլ ասեմ, որևէ մտահոգություն անարձագանք կամ չի անտեսվելու, եւ մենք այս պահին աշխատում ենք բոլոր գործընկերների հետ, Ֆրանսիայի հետ, Միացյալ Նահանգների հետ, Ռուսաստանի հետ, Հարավային Կորեայի հետ, Չինաստանի հետ եւ անհրաժեշտ որոշումները կկայացվեն համապատասխան բոլոր հնարավոր հարցերի հնարավոր վստահելի պատասխաններ ստանալուց հետո։ Նիկոլ Փաշինյանը ցավոտ համարեց Սևանալիճ թափվող կեղտաջրերի վերաբերյալ հարցը, վստահեցրեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներն անընդհատ են եւ կառավարության անդամներն ունեն կոնկրետ հանձնարարականներ։ Լավ լուրն այն է, որ աշխարհում կան տեխնոլոգիաներ, արդեն այդ տեխնոլոգիաներն զարգանում են, որոնք կարող են ավելի արդյունավետ եւ ավելի մատչելի լինել, եւ ես խնդիր եմ դրել, որ մենք պետք է շատ կոնկրետ եւ լուրջ զբաղվենք այդ հարցով, որովհետեւ մենք չենք կարող այլևս այդ հարցը շրջանցել եւ կարծում եմ, որ առաջիկա տարիներին մենք կոնկրետ զարգացումներ կունենանք։ Ես չթաքցնեմ, ուղիղ ասեմ, մենք նաև որոշակի հետաքրքիր առաջարկներ ենք ստացել եւ հանձնարարության էությունը այն էր, որ այդ առաջարկների նախնական դիտարկումը ցույց տվեց, որ դրանք ունեն հիմք, որոշակի հիմնավորվածություններ ունեն, այստեղ ուղղակի տեխնիկատնտեսական եւ իրագործելիության հաշվարկներ պիտի անեն։ Ինչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը զսպելու համար գնաճը, հատկապես առաջին անհրաժեշտության մթերքների մասով հարցին պատասխանելիս վարչապետը հղում արեց վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներին։ Այդ գնաճի ցուցանիշներով ոչ մի անոմալիա չկա, մյուս կողմից ակնհայտորեն Հայաստանի բնակչության աշխատող բնակչության եկամուտները աճում են եւ ելի եմ ասում, եթե դրա հետ կապված հարց կա, եկեք միայն նայենք Հայաստանի քաղաքացիների դեպի Եվրամիության երկրներ կամ ընդհանրապես տուրիստական նպատակներով այցելությունները եւ հակառակ ուղղությամբ ո՞նց են այդ այցելությունները տեղի ունենում։ Դեպի Եվրամիության Հայաստանի քաղաքացիների այցելությունները մի քանի 100%-ով աճել են 2018 թվականից ի վեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծի լիցենզիայի մասով եւս հայտարարություն արեց։ Այս պահին տեղի է ունենում ընկերության շուկայական արժեքի գնահատում։ Եթե գումարը հասանելի լինի պետական բյուջեի համար, այն կպետականացվի։